Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական անալիզ թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները, ի թիվս այլ հարցերի նախարարը անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Բոլաթի խոսքով Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Մարմարայը, Yavuz Sultan Selim-ի կամուրջը, Կարս-Ստամբուլ-Եվրոպա կապուղիները, Զանգեզուրի միջանցքը և զարգացման ճանապարհի նախագծերը վճռորոշ ենթակառուցվածքային քայլեր են, որոնք Թուրքիան ձեռնարկում է համաշխարհային առևտրում իր դիրքերը ամրապնդելու և առաջ մղելու համար։ Զանգեզուրի միջանցքը մեր երկիրը կապելու է թյուրքական աշխարհի և կենտրոնական Ասիայի հետ։ Դա ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն։ Serbest ticaret anlaşması biliyorsunuz. Անդրադառնալով ներկայումս դեպի կենտրոնական Ասիայի իրականացվող արտահանումների ճանապարհներին, Բոլաթը տեղեկացրել է, որ դրանք Սարպի սահմանային անցակետով անցնում են շուրջ 950 կիլոմետր հեռավորություն, ապա ընդգծել, որ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճանապարհային հեռավորությունը կկրճատվի մինչև 400 կիլոմետր։ Նախարարը պնդել է նաև, որ այդպիսով Չինաստան-Եվրոպա գծի տարանցման ժամանակը իր հերթին կկրճատվի 5-ից 7 իսկ ծախսերը 15-ից 20%-ով։ Չնայած դժվար է զրոյացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը, բայց առևտրային ներուժի գրավչությունը բավականաչափ ուժեղ է այդ խոչընդոտները հաղթահարելու համար։ Երկարաժամկետ հեռանկարում Զանգեզուրը կվերածվի տարածաշրջանային վստահություն ձևավորող խաղաղության նախագծի։ Զարգացման ճանապարհը և Զանգեզուրի միջանցքը նախատեսված են ոչ միայն բազմամոդուլ փոխադրումների համար, դրանք դիտարկվում են նաև որպես ռազմավարական, էներգետիկ և հաղորդակցության միջանցքներ։ Այս նախագծերին ըստ մեկ այլ թուրք պաշտոնյայի ինտեգրվում են նավթամուղներ ու գազատարներ, ֆիբրոպտիկ ենթակառուցվածք, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր, եւ Թուրքիան գնում է ոչ միայն լոգիստիկ, այլև արտադրական ու էներգետիկ կենտրոն դառնալու ճանապարհով։ Թուրքիան միջին միջանցքի կարևորագույն հատված է։ Չինաստանից բեռները կկարողանան հասնել Լոնդոն ընդամենը 18 օրում։ Մեր 10-ամյա կանխատեսմամբ մենք ակնկալում ենք, որ միայն զարգացման ուղիներ նախագիծը կապահովի $50 միլիարդ եկամուտ և տարեկան կստեղծի ավելի քան 60,000 լրացուցիչ աշխատատեղ։ Զանգեզուրի միջանցքը կարող է օրգանապես լրացնել հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում առկա տրանսպորտային կապերը, վերլուծել են եվրոպացի փորձագետները։ Եվրամիությունը տրանսկասպյան երթուղին միշտ դիտարկել է որպես ցանց, այլ ոչ թե մեկ գիծ։ Այս համատեքստում Զանգեզուրի միջանցքը կարող է լրացնել առկա կապերը։ Զանգեզուրի միջանցքի ներուժն այն է, որ առաջարկվի տարանցման լրացուցիչ տարբերակ, նվազեցվի ընթացիկ երթուղիների ծանրաբեռնվածությունը և բարձրացվի տարածաշրջանային առևտրի ընդհանուր կայունությունը։ Կենտրոնական Ասիայի համար երթուղայնացման ավելի շատ տարբերակներ նշանակում են ավելի կայունություն և ավելի մրցակցային հասանելիություն համաշխարհային շուկաներին, վստահեցրել են եվրոպացիները։ Մյուս կողմից էլ Իրանն է հավակնում Զանգեզուրի միջանցքի մի մասին, գրում է ադրբեջանական Նեդելյա Ազ պարբերականը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր հավասարակշռության ձևավորմանը։ Այդ միջանցքը ուղիղ կապ կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև կապահովի ադրբեջանական արտադրանքի մուտքը Թուրքիա և Եվրոպա Հայաստանի տարածքով։ Այս գործընթացը տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Սակայն Թեհրանի դիրքորոշումն այս հարցում ձևավորվում է տարբեր տեսանկյուններից։ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Իրանի մոտեցումը միանշանակ չէ։ ԻՀՊԿ նախկին հրամանատար և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին փոխնախագահ Մանսուր Հաքի Քաթփուրը հայտարարել է, որ միամտություն է թերագնահատել այդ համաձայնագիրը և ընդգծել, որ կարևոր է, որ Իրանը լինի այդ գործընթացի բացարձակ մասնակիցը։ Նա հայտարարել է, որ եթե Թեհրանը չապահովի իր շահերը համաձայնագրում, ապա պետք է այլընտրանքային ծրագրեր մշակվեն տարածաշրջանում նրա ազդեցության պահպանման համար։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն տրանսպորտային հարց է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև լայն աշխարհաքաղաքական և տնտեսական իրադարձություն տարածաշրջանի համար։ Իրանի համար այս հարցում գլխավոր նպատակը ինչպես տնտեսական շահ ստանալն է, այնպես էլ ռազմավարական ազդեցության պահպանումը, սակայն կառավարությունում հակասական հայացքների առկայությունը, ներքին էթնիկ հավասարակշռությունը և
Տարածաշրջանային ազդեցության գործոնները Թեհրանին թույլ չեն տալիս միասնական քաղաքականություն վարել։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։